Ժողովուրդ ջան, շատ ներվայնացած եմ, պետքա շատ գրեհիկ, կոպիտ, անտաշ ձևով, այն անտաշ համակարգին տեղը դնեմ, ովքեր թափառում են փողոցներով։ Կսկսեմ ամենաառաջի անասունի վաստակից, ամենաառաջի բոզի տղուց, բառից, բուն իմաստով, բոզի տղուց կներեք իմ լեքսիկոնի համար, բայց արդեն մեր կոկորտին է հասել։ Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրեցիք դարեր ի վեր, տականքներ։ Հայաստանի Հանրապետությունն ապահականեցիք, Հայաստանի Հանրապետությունն ավիրեցիք, հայ զինվորի ծնողներին սարքեցիք սքաշաղախ, հայ զինվորին խառնեցիք սև հողին, հլը խոսում եք արդարությունից, հլը խոսում եք նամուսից, պատվից, թասվից։ Առաջին հերթին անցնեմ Վարդևանյան բոզի տղուց, ղախտա, Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրված, ապականված Հայաստանի Հանրապետությունը նոր ուզում է ոտքի կայնի էշի վաստակ։ Դու վեր ես կալեմ Հայաստանի Հանրապետության պետական ինֆորմացիան 600 քանի հազար դոլարի դիմաց տալիս ես ռուսներին, դու Հայաստանի ադրբեջանցիներին չգիտեմ ում, դու Հայաստանի Հանրապետությունում Շենգեն վիզեն խփած բոզի տղա ես, այսքանը քեզ քոսոտ դու ներկայացնում ես Դոդի Գագոյի թիմը ու նրա թիմով գալիս ես որպես падգամավորի տեխնացու, ինչի հիման վրա ես գալիս եք ինչ անեք, քաղաքական դաշտ, նայում եմ ձեզ նողկանք եմ ապրում, թքեմ բրներդ, երկրորդը անդրադառնում եմ լրագրող այդ բոզի տղուն, այդ էշը, եթե Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունի լրագրողը, Հայաստանի Հանրապետության առաջի դեմքին ամենալպիր ձևով հարցազրույց տա, դա հարցազրույց չի համարվում, ես իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի լինելով ֆիզիկապես, բարոյապես, ֆինանսապես իմ ներդրումն ունենալով այս երկրի մեջ, ես իրավունք եմ ինձ վերապահեմ առանց օրենքին հաշվի առնելու, քեզ ասեմ, որ դու բոզի տղա ես, արա, դու ով ես, ես քեզ բոզի տղա եմ ասում բոլոր քպեականների անունից, այդ Թութուլավայի անունից, որի աղբերն է, այդ Արդիշոփի Հովոյի անունից, որի աղբերն է, այդ Գյորգիսկի անունից, որի աղբերն է, անուններն է խառնի երեխեքի, Սաղի անունից եմ քեզ ասում, Սաղի, դու բոզի տղա ես, դու երկրի վարչապետի հետ խոսալու ձև չգիտես, որովհետև դու ընտանեկան դաստիարակություն չունես, լրբի վաստակ, քեզ կարելի է այս ձև կոչել մենակ, ուրիշ ոչ մի լեքսիկոնով, քեզ, այդ Թևանյանը, ինչ գրող այդ երգիրը ծախող դիշովկին, այսօր խոսմա Քոչարյանը, այս պտի սարքենք, ենտի սարքենք, կներեք, Հայաստանը վիվարոյա, եկա 30 տարի զինվորի այրյան գնով Հայաստանը խուրդիկ շենացրեցիք, ձեր համար սարքեցիք, հիմա որ ձեր համար սարքածը, մեր բերնից կդրած սարքածը ձեր ձեռից հետ եմ վերցնեմ, հիմա թազա հանդես եք գալի, որ գալիս եք Հայաստանում ինչ-որ մի բան սարքեք ու ավելացնեք, Հայաստանը այդքան մեռած ու անթասիբ չի, որ ձեր նման բոզի տղերքի տեղատարապին ձայն տա, կամ էլ օգտագործի, կամ էլ թողի գաք իշխանության, կամ էլ քաղաքական դաշտում ինչ որ անելու բան ունենաք, դուք այս ժողովրդին դարեր ի վեր օգտագործել եք, ստորների համակարգ եք դուք, ձեզ որ նայում եմ ատելություն եմ զգում, ատում եմ ես ձեր բոլորին, Հաս մեզ չխոսաս կներեք ջուր բերեցի, հաս մեզ չխոսաս, ինչա Հայաստանը ինչա ձեր համար բիզնես կլասա ասում եմ, վիվարոյի գրասենյակա, մի հետ եկել եք կրել եք, հիմա կրվել եք, թազա գալիս եք որ կրեք, Հայաստանի Հանրապետությունում գյուղերում շլվար բաժանելով ամբողջ օրը բռնվում եք, ձեր խայտարակություններ այսօր Դոդի Գագոնա խոսում, նայում ես, այդ դիշովկա, միլիոններ ունես, երկու կապեք դու թող գան, քեզ երկու տարու բարձով որ ասեն, այդ դոդ գլուխ, ինչ ես տարել հասցրել այդ Հիսուսի արձանը դրել, ես իմ որ սարի քյալին, տներք ու քյալին, նույն տարածքն է, այդ սարն էլ էր դադար տարածք, քո գլուխն էլ էր դադար տարածք, սարի լավն էր, որ անասուն էր, տավարը արածում էր, խոտ էր ծլեմ, քո գլխին խոտա ծլեմ, այդ դիշովկա, այսօր դարել եք երգիր փրգող, եկեք տան փրգեք,
Սամվել Կարապետյանը մարդիկ հավաքում դու ով ես այդ դիշովկա իմ երկրի մեջ Սամվել Կարապետյանն ով է Ալիևի ու Սամվել Կարապետյանի տարբերությունը ու Պուտինի շատ քիչ է իմ երկրի մեջ երևի նրանք ավելի շատ ներդրում են ունեցել այս քանի տարվա մեջ քան թե Սամվել Կարապետյանը այսօր իշխանության է գալի Սամվել Կարապետյան դու ես բոզի տղա Դոդի Գագո դու ես բոզի տղա Այդ լրագրող դու ես բոզի տղա այդ երկրից պետականության հարցը գաղտնա լսել 602,500 տեղ տալ ուրիշ իշխանություններին ուրիշ քաղաքական դեմքերի ուրիշ պետության դու ես բոզի տղա ու դու երբեք էլ իշխանության չեք գալու ամսի 7-ին դուք Էթալու է գրողի ծոցը, այսօր Դոդի Գագոն Հայաստանի Հանրապետության վարչապետին ասում է, քեզ կգցեմ առյուծների մոտ, են էլ որց, սաղ վիրավորում են Դոդի Գագոին, մեկը Դոդի Գագոյի հոգեբանության մեջ չի մտնում, որ Դոդի Գագոն անասնապահության ոլորտում երկար տարիներ աշխատելով ոչխարների հետ սեռական շփումի ժամանակ ձեռքաբերել Դոդի Գագոյին եւ երկրորդն էլ ոչ մեկ Դոդի Գագոյի հոգեբանության մեջ չի մտնում, մի վրազ նրա գրառման խոսակցությանը անդրադառնում են վիրավորանքով ոչ Դոդի Գագոն քանի որ չի կարում քնի իր ընտանիքի կնանոց կողքը այդ որ ծառյուստներին է քնցնում ու իր արեսը պարզ անեմ ինքը մտածում է այդ որ ծառյուստներին կարա քնցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի կողքը տար քնցրակնկանը ծոցը տարքնցրա էշ տղերքի ծոցը, որ Հայաստանի Հանրապետությունում Աբովյանը սարքել է լենթերի ողողված աշխարհ, Աբովյանում ձեր իշխանության տարիներին երկինքը չեր երևում Այսօր սաղը տարել եք պուպուլով տղա, այդ ձեր պուպուլները կտրվելու է, մծրվի ձեր բերանը, մենք մի անգամ կտրեցինք, սխալ տեղ մծրեցինք, հետևներդ մծրեցինք, որտեղ դուք միշտ հետևից սեղմվել եք ռուսի կողմից ու դավաճանել եք այս ազգին, մենք մտածինք դուք դրա կարիքը ունեք հետևի կողմից, բայց այս անգամ վարչապետը կտրելու է դնի բերաններդ Դիշով կարա, եկա էշ միլիարդատեր ես, սաղ գիտեմ, որ դալբայո բանուղեղ ես, բայց են, որ դու ցույց ես տալի, այդ արդեն լրիվ գերազանցա, ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությանը, մեր պետականությանը, մեր պատկան մարմիններին, Եվ ձեզ Տիկին Ավանեսյան, ես ձեզ շատ հարգում եմ, բայց վիրավորված եմ ձեզանից, այսօր խիպտի Հայաստանի Հանրապետության կներեք փողոցներում մանգան հոգեկան խանգարումներ ունեցող շեղումներ ունեցող մարդիկ որոնց մականուննա քաղաքական գործիչներ դրանք քաղաքական թափոններ են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Տիկին Ավանեսյան ջան Ղուրբանը տնեմ հոգեմոտ դեղերով կլինի գարնանային աշնանային սրացման դեղերով կլինի թե ինչով դարձի ես բերեմ այն 18 կուսակցությանը ովքեր հելել են Հայաստանի Հանրապետության ոչ թե իշխանության դեմը այլ ամբողջ ժողովրդի դեմ դրանք բոլորը գարնան սրացումներ են նրանց մոտ եւ բոլորը ծայրի սայր պետք է բուժվեն հոգեկան աշխարհը դրանց ապականված է Դրանց հոգեկանը, սեռականն ու ֆինանսականը իրար խառնված է բոլորը մի ապահովիչի մեջ է եղել բոլորը ոնց կարա Հայաստանի Հանրապետության հայտնի օլիգարխներից մեկ ասի ուրեմն երեխեքը գնաց էին արտացան եւ առողջապահությունը անվճար է լինելու թոշակները անվճար է լինելու այն որը թոշակը դառնա դոշակ գալացվի վրետ այ բոզի տղա թոշակի անվճարը որն է այ անուղեղ դալբայոb քեզ ինչ ասեմ այ էշ անունդ կնքողին Ղուրբանն եմ դոդի գագո ճիշտ էլ դրել են կովիդ ծնունդ Իսկ ես լրագրող, են ամին խոստվի ասի կբավարարեմ կասկածներդ կցրեմ ընդեկի սատ մնաց Են մի խաղպի տղեն, որ կայնում է մեզ ասում երկնային մութ, լուս, կապուտ կանաչ քեու կասկածներն էլ եմ ցրելու Քու կասկածներն է, որտե հելար դեմս թքելու եմ վրետ լրպի տղա Դու Հայաստանի Հանրապետության վարչապետին կայնես ուղիղ եթերի ժամանակ ամենավերջի բառն ասես ասում շոր ծախողը քեզ պաշտպանում է Էշի ծնուն շոր ծախողը մարչի, այդ ոնց է քու նման բոզի տղեն կետա երգի ծախող բոզի տղուն պաշտպանի, որ եւս մեկ անգամ երգիրս ծախի, բայց Նիկոլը իրավունք չունի շոր պաշտպանողի ծախողի հետ կայնի խոսա կամ շոր ծախողը Նիկոլին պաշտպանի, դրա իրավունքը չունի
Բոլորը չատլախաբանական ինստիտուտից եք ծնունդ առե դուք նախկիններդ կզի լզի ծառայություն եք բացելու իրար հետ կզեք լզեք տականքներ ձեր հետ այդ լեքսիկոնով տի խոսամ Ձեր հետ այդ լեքսիկոն, եթե ես Հայաստանի Հանրապետության բնակիչ եմ, իմ վարչապետին ինչ-որ մեկը կարում է բարոյական վիրավորանք հասցնի, թող ես նրա մերն էլ, հերն էլ, չծնված երեխեն էլ հետը, հենց այդ քֆուրից, տենամ լավ է, տենամ դուրներդ կգա, նայում ես խայտարակություն, այսօր մի հատ լրփի տղա, ևս մեկ բոզի տղա, անփաստարկ բոզի վաստակ, ասմա Ալեն Սիմոնյանի հենց ԿՊ-ին պաշտպանում էին առաջ երիտասարդները, հիմա անատամ պարավներ, կներես, մերդ որ պարավի, ատամները թափի, չտանես մորդ շպրտես, պահի կօգտագործես, պահի, դու չգիտես անատամ կանայք, ձեր նմանների կանայք, ինչ լավ մասնագիտություն ունեն, պուճուր վաղտը քեզ շրծրելա մերդ, բերնին ատամ այլ է, հմել անատամա, կլմլմասնի քեզ, խի Հայաստանի Հանրապետությունում, որ անատամ տատին թոշագարու, դու սագալի վարչապետի ձեր բռնմա սեղմամա, դու գուտի կանյեք ասեք Հայաստանի Հանրապետությունում անատամ պարավներն են ձեզ սատարեմ, չպարավես բալքի, պորնիգի վաստակ, որ մեկի տասեմ, էսի լայվ էր, թե սերրական ապահովիչի մեջից թապած դիշովկեկի մասին քարոզ արշավ էր, ինչ կուզեք կողնորոշվեք, ասում եմ չքրվեմ, ասում եմ չխոսամ, ասում եմ ջանդամ, ինչ ջանդամ, լռեն որ մի հատ էլ եռաբլուր տակ, Այսօր Դոդի Գագոն ու Քոչարյանը դարել են երգեր փրկող, ասմա գնացեք ձեր ընտանիքներին կշտացրեք, բա որ դու բարերար մարդ ես, Դոդի Գագո, խիչես հետ եմ երկու սոված ընտանիքի օգտես, որ ասում ես իմ առյուստները կուշտ են, թող վարչապետի իրակնգան կշտացնի, վարչապետի կնգա քակլնի ձեր պորնիկ սիլիկոնով կնանոնց ճաշի ամանների մեջը, խի ձեր պորնիկ կնանիք վարչապետի կնգա քակած քակը կարժեն, ձեր բելանու ռիտաները վարչապետի կնգա քակած քակը կարժեն, խի վարչապետի կնիկը երեխայա վիրահատե պոշկայա ծախե, ինչ արե, վարչապետի կնիկը հղի հարսա վիժացրե, վարչապետի կնիկը մանկապարտեզներ ասեփականացրե, ինչ արե Վարչապետի կնիկն իրա ընտանիքով քաքի ձեր սաղուսատկացի գերեզմանի վրեն, խի դուք վարչապետի կնգա քակած քակը կարժեք, հլը մի հատ նայեք մեր վարչապետի կնգան էլ ձեզել, ոնց որ քյուվտի մի սանսալատնիցա շպրտացրնես ջրի մեջ, ամեն մեկը մի պուպուլից բազմացած կես կիլանոց ворթեր եք, ամպույտ սեքսի արցունքներ, որտեղից չռացել անդեից դուս եք Երգիրը պատ հանես ձեր նման բոզի տղերքին, հրապարակը ողողեց զենքերի շարասյունով, բայց որ ձեր ժամանակ ասային զենք անեք հրապարակ, պտետայք մանվելի առյուսների դեմից ու պատվալներից թուշոնկեքի դարդակ բանկեքը բերեիք չատլախշներ, ասեիք ես էլ մեր զենք դու զինամտերքն է, խի հոմեն կորչենք, խի հոմեն կույր չենք, խի մենք չենք տեսելու չենք ապրել ես երկրմը, այդ չատլախներ, հերիք է լավ, Կերակերիկ խայտարակիկ սարքիկ սքավոր սարքիկ բաղիղուշ ինչ ասես սարքիկ ես ազգին 100 տարի 30 տարի երբանարիկ մակարոնով ու բրնձով կտեցիկ ես ժողովրդին Էդ էլ չուներ է ժողովուրդը անճանությունից դրտված վերել կալեմ այսօր սաղդ բարերարության տեսքով հանդես եկեք իշխանության ձեր իշխանության ժամանակ մանդատի տեղը Անես բան են տալու ձեռներդ, որ չիմանաք ուր մտցնեք, դուք իշխանության չեք գալու, Հայաստանի Հանրապետության բնակիչը, են 9%-ը, որ ծախված ձեզ, են 199%-ն էլ կայնած այս իշխանության ու իրա երկրի կողքին, դիշովկեք, Ես ինչ ձևի մարդիկ եք, ոնց կարա, Քարոզ արշավ գնացած մարդը ասի անատամ տատի, ասում եմ, մորը տատամները, որ կթապի տարտեղերի մեջ սխմի թոյշնի ներքև, տես իշկան օգուտ կտա կեզ մերը տանատամ, Եթե իմ Հայաստանի Հանրապետության սոցիալապես ծեր անապահով կամ թոշագարու տատին այսօր քու համար անատամ հետևորդ բոզի տղա մեո տատամները հաստատ պրոտեստ կլնի դու 55 տարեկան ես մերդ էլ 80 կլնի մորը տար ատամները հանել արդեն տար շպրտի տենամ դուրդ գգա ժողովուրդ կամ Նիկոլին կընտրեք
Կամ էլ Հայաստանը կքանդեք, կամ էլ վերջի վարիանտ կոնե ընտրեք Դոդի Գագոին, այդ Դոդը այսօր ապացուցել է երեք, որ ինքը Շենգեն վիզեն խփած Դոդա, Դոդ, դադարք, երեխու պուպուլ մցնես գլխի մեջը խառնես, մաքուր դուզ գգա այդ երեխու պուպուլը, ատե ոչ մի բան չկա, որ կեղտոտվի, այդ էշին ընտրեք գոնե թոշակները անվճար լինի, մնացածը սաղ ջանդամ, Սամվել Կարապետյանին չընտրեք, հենց ընտրեք էթալու եք հարդարշարշարվի, չընտրեք հանգարց, խոսալ սովորեք այ խաղպակույտեր, խոսալ սովորեք ձեր ժողովուրդը լսեմ, ժողովուրդ, որ 36 տարի, 40 տարի լալացած ու քարացած այլ է, Հունիսի 7-ին, հունիսի 8-ին, պուճուր դագաղներ են բաժանելու որպես տարոսիկ, կտանեք կջրեք, որ մինչև միուս 5 տարի հետո ընտրություններին մեծանա, տունտնովի տեղավորվեք մեջը ու հիշեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, կառավարությունը, պատկան մարմինը, Տերը Հայաստանի Հանրապետության անատամ տատիկին էլ, թոշագարու տատիկին էլ, սոցիալապես անապահով տատիկին էլ, և այդ տատիկն էլ մեր արմատնա, մեր տան ծուխնա, մեր տան սյուննա, մենք թերագնահատելու իրավունք չունենք, ու Հայաստանի Հանրապետությունն էլ մեր տուննա, մեր երկրի վարչապետն էլ մեր տան մեծնա, գնացեք թող որներդ վարվի դիշովկեք, մարդիկ ատվածի եք հաստրե, ասում եք վարչապետը լրպացավ, ոչ չէ լրպանաս, որ մի երկրում ես այսքան բոզի տղերքի տեղատարապ, սելաֆա եղեք շելա բերել Լիբանանից եսին որդեից, հեղեղների ժամանակ եք է, թե սեքսի ժամանակ եք առաջացե, հերիք էլա բոլելա վարդեն, Մարդու ինֆակտ եք հասցնում, մտնում ես Facebook Դոդի Գագոն խոսմա, այ մամայի բերանը կակ դնեմ, ինչ ես խոսում, գլուխդ ոնց որ շրշկոպի կանդիցիաներ լինի, վագզալի ժամացուց լինի, մեջն էլ լրիվ դարդակ լինի, ոչ էլեմենտ, ոչ սլակ, ինչ ես խոսում, ամբողջ օրը ինչ ես խոսում, այ էշի ծնունդ, գրա, կարթա, մի հատ անգիր արա, տողադարսները հանի, վերջակետները դի, գրի ջնջի նոր խոսա, քեզ լսում են, կովի ծնունդ քեզ լսում են, Մարդիկ, ինչ դուք էլ եք քարոզ արշավի, սոցցանցերով, բանդախցերից, մարդիկ էլ կինոթատրոն չեն հետեմ, դուք իրանց ձեր էշ լեքսիկոնով իրանց ուրախությունը ապահովում եք, ուրա Վարդևանյանըդ, ինչ ես շլվարներ բաժանեմ, ինչ ես գեղի տանջված ժողովրդի խապեմ բերեմ կաշարկով լծեմ Երևանի բանդախցերը չես էլ հանեմ, ինչի չես անում այս Սամվել Կարապետյան, այդ չբավարարված, ձեռդ փող չկա, տղու դասավորի թո բավարարի, եկել էլ կնիկ բավարարելու Հայաստան, որ մեկն ասես, այդ պորնիկա բանական ինստիտուտից դուս եք ասնես, դուք լրիվ այդքանդ էլ բոզի տղերք եք, Սամվել Կարապետյան, դու մաքուր դալբայոբների մրցութի ժամանակ Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված ղախպի տղա ես, քեզնից չեմ խոսում, Թևանյան ես, Վարդևանյան ես, ինչ բոզի տղա ես, երկրից ամենակարևոր ինֆորմացիան 602,500 ծախող բոզի տղա ես դու, պրծանք, լրագրող, քեզ որ այն ժամանակ նախքին ձեր այսօրվա սնուցող մանգլավիկները իշխանության գալով քեզ ծեծել են ու ծյով շատ բաներ են արել քո հետ, շատ քիչ են արել նայում ես, խենթանում ես, ասում եմ այդ լրագրողին, այն որ ծեծել են նախկինները, տվել են մարդին շատ լավ են արել, այսքան էլ չեմ կարող խոսամ, ներվերս չի երեքն, ինչ ես գրեքուրիկ, օջախդ լից, այ